Նոր գծեր, բայց հին խնդիրներ։ Երևանի փողոցներում կրկին խցանումները շատացել են, մինչդեռ արձակուրդային շրջանում պատկերը այլ պետք է լիներ։ Քաղաքային իշխանությունը հայտարարում է, ուզում են բարելավել հանրային տրանսպորտը, ավտոբուսների համար նոր գծեր են առանձնացրել։ Բայց վարորդների հարցն է, ով է պատասխան տալու անվերջ խցանումների եւ պարալիզացված քաղաքի համար։ Շատ հաճելի պրոբկի մեջ ենք, արդեն 55 րոպե, հաճույք ենք ստանում ուղղակի։ Գործերներս թողել ենք, սենց տեսեք ինչ հետաքրքիր գծանշումներ են արել, ավտոբուսի գիծա։ Այս էս կաթվածը արել, ժամը 2-ից քանից, արդեն 3:14-ը, քաղաքի մի ծայրից մյուս ծայրը չեմ ասել։ Հասարակ բան, այստեղից որ մի գիծն է ձախ, այդ մեքենաներ, այդ հոսքը ոնց են կառավարելու մի գծով։ Տուգանքներն են ավելացել, որովհետև փոփոխությունը, որ անում են, մարդիկ չեն կարող կողմնորոշվեն, կենտրոնական արագես, օրինակ էսա, կանի հոգի, հիմա տուգանք է մուծելու արդեն։ Առաջ երկու գծով էին հազիվանցնում, հիմա դուք պատկերացնում եք դրա համար այս վիճակն է։ Ճանապարհը շատ նեղ է, դժվարացել է, առանց այդ խցանումներ էր, հիմա որ մի գիծը թողել են ավտոբուսին, ավելի շատ է խցանումները։ Կարող է երկու անգամ փոխի չանցնես, 15 րոպե, 20 րոպե, այսպես։ Ինչքան էլ փոխեն, ծանրաբեռնված է։ Մեքենաները շատ են, ինչքան էլ փոխեն, չփոխեն, չի թեթևանա։ Вообще գաղափար չունեմ, այսօր տենում եմ այդ առանձնացրած գծերը։ Երկու շաբաթ առաջ ներդրված ավտոբուսային նոր գծերը միտված են բացառապես հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավմանը, պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Մաշտոցի պողոտայում առանձնացված գիծը կշարունակվի Խորենացի փողոցով, ապա Բեյրութի, Իտալիայի եւ Արգիշտի փողոցներով կհասնի Հաղթանակի կամուրջ։ Խորենացի փողոցում կայանելն արգելվել է, որ երկու ուղղություններով էլ ավտոբուսի գիծը աշխատի։ Արգիշտի Գրիգոր Լուսավորիչ փողոցներում նույնպես փոփոխություն է արվել, ինչին էլ դեռ չեն հարմարվել վարորդները։ Փոփոխության արդյունքում ստեղ մի երթևեկելի գոտի, երրորդ երթևեկելի գոտուց արգելվեց սաղ շրջադարձը եւ նախատեսվեց բացառապես ուղիղ։ Որպես այս հոսքերը տեղավորվեր, ուրեմն Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոց փողոցներում ավելացվեց եւս մեկ սաղ երթևեկելի գոտի, որպես այս հոսքերը կան դեպի Հաղթանակ կամուրջ կարողանան շարունակեն։ Այսօր ստեղ ունենք խնդիր, եւ խնդիրը պայմանավորված է ինչով։ Վարորդները այս երկու գոտուց դեռ շարունակում են ցախ շրջադարձ անել դեպի Արգիշտի փողոց, իսկ Արգիշտի փողոցում ներկայումս ավտոբուսի գծի ներդրման փաստացի մնացել է մեկ երթևեկելի գոտի։ Երթևեկության նոր սխեմայի պատճառով վարորդները երկու երթևեկելի գոտուց միայն մեկով պետք է վարեն։ Դեպի Աշակունյաց փողոց հատվածում վարորդները չեն հասցնում ժամանակին ազատել խաչմերուկը, ձևավորվում է խցանման օջախ, ասաց Հարությունյանը։ Քաղաքային իշխանությունը խնդրին լուծում ունի։ Առաջիկա օրերին 4-րդ երթևեկելի գոտուց ցախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգել ենք, որը կթեթևացնի հոսքերը դեպի Արգիշտի փողոց, հնարավորություն տալով Արգիշտի փողոցը ծանրաբեռնվածությունը նվազեցնել եւ ընդհանուր երթևեկության արագությունը բարելավել, որտեղ խցանում այս հատվածում է ներկայումս, իսկ այս հոսքերը տեղափոխենք ստեղ Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոց փողոցների խաչմերուկ եւ լուսացության ռեժիմների կարգավորման արդյունքում հնարավորություն տանք, որպես այս հոսքերը երթևեկեն դեպի Հաղթանակ կամուրջ եւ Հաղթանակ կամուրջում էլ լուսացության ռեժիմների փոփոխման արդյունքում հնարավորություն տանք անխոչետուն դրանք ազատեն դեպի Իսակով եւ Աթենքի փողոցներ։ Հիմնական նպատակը ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի ապահովելն է, որ հանրային տրանսպորտը շարժվի արագ, անվտանգ եւ առավելություն ունենա մյուս երթևեկողների նկատմամբ։ Քաղաքային իշխանությունները չեն հերքում, երբ հասարակական տրանսպորտի համար առանձնացվում է գոտի, այն վերցվում է ընդհանուր երթևեկելի տարածքից, ինչը անխուսափելիորեն բերում է մյուս ուղղություններով ծանրաբեռնվածության։ Փոփոխությունից հետո քաղաքապետարանը շարունակական մշտադիտարկումներ է անցկացնում, ասաց պատասխանատու պաշտոնյան։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են երթևեկության կազմակերպման տեղային փոփոխություններ։ Տրանսպորտային հոսքերի մի մասն ուղղվում է այլ փողոցներ, խուսափելու համար ընդհանուր խցանումներից։ Դիտարկմանը, որ բազմաթիվ քաղաքացիներ ընտրում են տաքսին կամ անձնական մեքենան ոչ թե հարմարավետության փնտրտուքով, այլ ընտրանք չունենալու պատճառով, քանի որ հանրային տրանսպորտի շարժակազմը քիչ է ու ոչ միայն չի բավարարում ուղևորահոսքին, այլև ֆիզիկապես անհնար է օգտվել տրանսպորտից, Վազգեն Հարությունյանն արձագանքեց։ Բոլորս հայտնի է, որ բավականին շատ են բողոքները տրանսպորտի ուշացման հետ կապված, սահմանված շվացուցակով երթուղին չսպասարկելու հետ կապված։ Սա ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է, որ հասարակական տրանսպորտը շատ անգամ մնում է խցանումների մեջ։ Հասարակական տրանսպորտը չունի առանձնացված երթևեկելի գոտի։ Հասարակական տրանսպորտի միջին արագությունը գրեթե նույնն է, ինչ ընդհանուր տրանսպորտի միջին արագությունը։ Իսկ այս երթևեկության առանձնացված գոտիների ներդրման արդյունքում հասարակական տրանսպորտը ունենում է առավելություն, իր միջին արագությունը ավելանում է։
Քաղաքային իշխանությունը վստահեցնում է, եթե նման փոփոխություններ չարվեն, ապա հաշվի առնելով մեքենաների թվի շարունակական աճը, մայրաքաղաքի երթևեկությունը ոչ թե կկայունանա, այլ ավելի կվատանա։ Պաշտոնական դիրքորոշումն ուղիղ է, առանց հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալու խնդիրը լուծում չի ունենալու։ Քաղաքային իշխանություններն ընդգծում են, որ մինչ անձնական մեքենաներում միջինը տեղաշարժվում է 1 կամ 2 մարդ, հանրային տրանսպորտում ուղևորների թիվը հասնում է 60-ից 80-ի։ Ուստի ըստ նրանց տրամաբանական է, որ հենց հասարակական տրանսպորտն էլ պետք է ունենա առավելություն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։